Մեր քննարկումը կշարունակենք քննչական կոմիտեի նախագահ պարոն Արթուր Պողոսյանի հետ։ Հարգելի նախագահող, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2025 թվականի տարեկան բյուջեի կատարման վերաբերյալ ամփոփ հաշվետվություն։ Քննչական կոմիտեն 2025 թվականին իրականացրել է 1 հիմնական ծրագրիր, որի շրջանակներում իրականացվել են 6 միջոցառումներ։ Պետական բյուջեից քննչական կոմիտեի ծառայություններ ծրագրով 2025 թվականի համար կոմիտեին հատկացվել է 18.9 միլիարդ դրամ, որը կառավարության որոշումներով ավելացվել է ևս 1.7 միլիարդ դրամով։ Դա պայմանավորված է կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի համար 650N որոշմամբ ստեղծված քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն պողակին հատկացված միջոցներով փորձաքննություն նշանակելու որոշումների մեծ քանակով եւ կազմել է շուրջ ընդհանուր արդեն 20.6 միլիարդ դրամ։ Տարեսկզբին, երբ որ մենք նախատեսել էինք, թե ինչ ծավալի փորձաքննության եզրակացություններ եւ հետազոտություններ պետք է կատարվեին, արդյունքում պարզվեց, որ այն գումարը, որը նախատեսվել էր փորձագիտական կենտրոն պողակի համար, մի քանի անգամ ավելի շատ աշխատանքներ եւ ծառայություններ էր մատուցել, եւ դրանով էր պայմանավորված այս գումարի ավելացումը։ Վերոշյալ ծրագրի շրջանակներում կատարվել են շուրջ 19.2 միլիարդ դրամի ծախսեր, որը կազմում է ծրագրային ցուցանիշի 92.8%-ը։ 2024 թվականի համեմատ ՀՀ քննչական կոմիտեի ծախսերն աճել են 14%-ով կամ 2.4 միլիարդ դրամով, հիմնականում պայմանավորված, արդեն նշեցի, քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն պողակին հատկացված միջոցներով։ Ներկայացված ծրագրի բյուջետային ֆինանսավորման հիմնական մասը շուրջ 16.9 միլիարդ դրամը կազմել են քրեական գործերով վարույթների իրականացում միջոցառման ուղղված հատկացումները, որի մասով ծախսերը կատարվել են 93.6%-ով կամ կազմել են 15.8 միլիարդ դրամ։ Քննչական ծառայություններ ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները։ Քրեական գործերով վարույթի իրականացում միջոցառման համար պետական բյուջեից նախատեսվել է 16.9 միլիարդ դրամ, տարեկան ճշտված պլանը կազմել է 16.9 միլիարդ դրամ, փաստացի ծախսվել է 15.8 միլիարդ դրամ, որից 93.6%-ը կամ 14.8 միլիարդ դրամը կազմել է աշխատավարձի ֆոնդը, իսկ 6.4%-ը կամ 1 միլիարդ դրամը ծառայությունների, ապրանքների եւ պարտադիր վճարների ձեռքբերումը, որի մասով կատարողականը կազմել է 93.6%, տնտեսվել է 1.1 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 2%-ով կամ 300 միլիոն դրամով, հիմնականում պայմանավորված վերնշվածով։ Վերապատրաստման եւ պատրաստման կազմակերպում միջոցառումով նախատեսվել է 23.4 միլիոն դրամ, հաստատի ծախսվել է 10 միլիոն դրամը կամ կատարողականը կազմել է 42.7%, 354 քննիչի եւ 79 քննիչի տեխնացուների վերապատրաստման նպատակով։ Ճշտված պլանի եւ փաստացի ծախսի արդյունքում տնտեսվել է 13.4 միլիոն դրամ, որը պայմանավորված է ատեստավորման արդյունքներով լրացուցիչ վերապատրաստման անհրաժեշտություն չառաջանալու, վերապատրաստման ենթակա որոշ քննիչների աշխատանքից ազատվելու եւ որոշակի խումբ քննիչների աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով վերապատրաստման դասընթացը հաջորդ տարի հետաձգելու հանգամանքով։ Արդյունքում 2024 թվականի համեմատ նշված ծախսերը նվազել են 23.7%-ով կամ 3 միլիոն դրամով։ Քննչական կոմիտեի պահոստային ֆոնդ միջոցառումներով նախատեսվել է 316.8 միլիոն դրամ, փաստացի ծախսվել է 278.3 միլիոն դրամը, կատարողականը կազմել է 87.8%։ Տնտեսվել է 30.5 միլիոն դրամ, որը պայմանավորված է որոշ ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման գծով ծախսերի տնտեսումով։ Փորձաքննությունների ծառայությունների տրամադրում միջոցառումով նախատեսվել է 721.8 միլիոն դրամ, որը կառավարության որոշումներով ավելացվել է ևս 1.7 միլիարդ դրամով եւ ճշտված պլանը կազմել է 2.4 միլիարդ դրամ։ Ես արդեն պատճառաբանությունը ներկայացրեցի։ Օրինակ, փորձագիտական ծառայություններ կատարվել են 40.282 հատ եւ քրեագիտական աջակցություն 4024 ժամ, փաստացի ծախսվել է 2.4 միլիարդ դրամը, կատարողականը կազմել է 100%։ Մասնագիտական վերապատրաստում անցող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում միջոցառումներով նախատեսվել է 41.9 միլիոն դրամ, փաստացի ծախսվել է 26.9 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 64.1%։ Այս միջոցառման շրջանակներում քննիչների տեխնացուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում տրամադրվել է կրթաթոշակ, փաստացի ծախսի արդյունքում տնտեսվել է 15 միլիոն դրամ, որը պայմանավորված է կոմիտեի ծառայողների տեխնացությունների ցուցակում ընդգրկելու համար նախատեսված քննությունները չհանձնած անձանց քանակով։ Վերապատրաստվել են 79 քննիչի տեխնացու, 1 տեխնացուի կրթաթոշակը կազմել է 139.7 հազար դրամ։
2024 թվականի համեմատ նշած ծախսերը աճել են 32.5%-ով կամ 6.6 միլիոն դրամով, որը պայմանավորված է քննիչների թեկնածուների քանակով։ Քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում միջոցառումով հատկացվել է 990.2 միլիոն դրամ։ Երևան քաղաքի Մամիկոնյաց 48 հասցեի շենքի մասին է խոսքը 800 միլիոն դրամ եւ Թայրովի համար 14 հասցեի 190.2 միլիոն դրամ վարչական շենքերի կապիտալ վերանորոգման համար է։ Փաստացի ծախսվել է 650.3 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 65.8%։ Կատարողականի այս ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ կոմիտեի երկու վարչական շենքերի կապիտալ վերանորոգման աշխատանքների կատարման համար կնքված պայմանագրով նախատեսված ժամկետի երկարաձգելու հետևանքով աշխատանքների մի մասը կատարվելու են 2026 թվականին։ Այսքանը